Չինաստանի վերելքը որպես համաշխարհային գերտերություն ժամանակակից պատմության ամենատպավորիչ երևույթներից է։ Անկասելի ուժ։ Այնտեղ, որտեղ ուրիշները տեսնում են խոչընդոտներ, Չինաստանը տեսնում է հնարավորություն։ Սա մի երկիր է, որն ընդամենը մի քանի տասնամյակում 100 միլիոնավոր մարդկանց դուրս բերեց աղքատությունից։ Չինաստանը նման է ննջող վիշապի, որն արդեն արթնացել է և իր հզոր շնչով ջերմացնում ու փոփոխում է ամբողջ աշխարհը։ Սա մեծության, կարգապահության և անվերջանալի վերելքի խորհրդանիշն է։ Չինաստանն այսօր կերտում է վաղվա օրը։ Նրանց երկնաքերերը ծածկում են ամպերը, նրանց գնացքները սլանում են քամու արագությամբ, իսկ նրանց տեխնոլոգիաները թափանցում են տիեզերքի խորքերը։ Սա մի պետություն է, որը չի հետևում ժամանակին, այլ թելադրում է ժամանակի ընթացքը։ Սակայն այդքան հեշտ չի եղել Չինաստանի զարգացման ուղին։ Եղել են բազմաթիվ խոչընդոտներ, որոնցից մեծագույնը ափիոնային պատերազմն էր։ 18-րդ դարի վերջում չինական Ցին դինաստիան դժկամությամբ ընդունեց առևտրային հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ։ Բրիտանիայից դեպի Չինաստան առևտուրը սահմանափակված էր միայն մեկ չինական նավահանգստով, ինչը առևտրային հաշվեկշիռը պահում էր հօգուտ Չինաստանի։ Իհարկե, բրիտանացիներն ավելին էին ուզում։ Մոտավորապես այնպես, ինչպես չինական ուտելիք ուտելիս։ Մեկ ժամ հետո կրկին սովածանում ես։ Ըստ էության Բրիտանիան թմրեցրեց Չինաստանին իր ուզածին հասնելու համար։ Ըստ Բրիտանիայի, ճակերտավոր ասած, դա շատ ազնվական քայլ էր։ Ափիոնը թմրեցնող նյութ է, որը ստացվում է կակաճից, գյուղատնտեսական մշակաբույսից։ Այն կարող է վերամշակվել մորֆինի, ցավազրկողի, որն էլ իր հերթին կարող է վերածվել հերիոնի։ Այն օգտագործում են ծխելու, ուտելու կամ ներարկման միջոցով։ Լայնորեն օգտագործվում է բժշկության մեջ, սակայն դրա չափից շատ օգտագործումը անդառնալի հետևանքներ է թողնում։ Քանի որ ափիոնի առևտուրը Չինաստանում անօրինական էր, բրիտանացի վաճառականներն իրենց բեռները թափում էին ափից հեռու, բաց ծովում, ինչը թույլ էր տալիս դրանք վաճառել չինացի մանգսանենգներին, որոնք էլ ապրանքը հասցնում էին երկրի խորքերը։ 1830-ականներին ափիոնի սպառնալիքը Չինաստանի համար հսկայական էր։ 1838 թվականին Չինաստանը սկսեց առևանգել ափիոնի պաշարները, ուստի Բրիտանիան ընտրեց միակ տրամաբանական պատասխանը։ Երբ ինչ-որ մեկի անօրինական թմրաշրջանառությունը կանգնեցնում են, ապա սկսվում է պատերազմ։ Բրիտանացիներն ուղարկեցին 42 ռազմանավ Հնդկաստանի իրենց հենագետից, սկսելով ափիոնային առաջին պատերազմը։ 19-րդ դարի վերջում Չինաստանում ափիոնից կախվածություն ունեցողների թիվը հասնում էր մոտ 10-ից 15 միլիոնի։ Սա կազմում էր երկրի աշխատունակ բնակչության հսկայական մասը, ինչը կաթվածահար էր անում երկրի տնտեսությունը և բանակը։ Երկրորդ ափիոնային պատերազմի ընթացքում ամառային պալատի թալանի ժամանակ բրիտանացի զինվորները ոչ միայն թանկարժեք իրեր էին գողանում, այլև անխնա վատնում էին անգնահատելի չինական մետաքսե հագուստները։ Դրանք պարզապես կտրատում էին։ Շատ արվեստի գործեր ուղղակի ոչնչացվեցին զվարճանքի համար։ Նույնիսկ ստեղծվել էին ապօրինի ափիոնատներ։ Ափիոնատունը հաստատություն էր, որտեղ վաճառում և ծխում էին ափիոն։ Ափիոնատները տարածված էին աշխարհի շատ մասերում 1800-ական թվականներին, հատկապես Չինաստանում, հարավ-արևելյան Ասիայում, հյուսիսային Ամերիկայում, Բրիտանական Կոլումբիայում և Ֆրանսիայում։ Ժամանակի ընթացքում ափիոնատներ սկսեցին այցելել նաև ոչ չինացիները և հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչները, սակայն 1800-ականների վերջին քաղաքների և երկրների մեծ մասն արգելեց հանրային ափիոնատները, ուստի մարդիկ պարզապես սկսեցին ծխել տանը։ Ափիոնատների մշտական այցելուները չինացիներն էին, ովքեր մատակարարում էին թմրանյութը, ինչպես նաև անհրաժեշտ պարագաները, օրինակ՝ հատուկ ծխամորճները։ Հաճախորդները պառկում էին, որպեսզի երկար ծխամորճները պահեն յուղային լամպերի վրա, որոնք տաքացնում էին դեղամիջոցը, մինչև քոլորշտի անալը, թույլ տալով ծխողին ներշնչել այն։ Այսպիսի տեսք ունեին երկար ժամանակ ափիոն օգտագործող մարդիկ։